Այս հայացքի ներքո դիտարկենք, Մեսրոպ Մաշտոցը պիտի ընտրություն կատարեր։ Ֆլորենացին ասում է, եւ տեսնելով Մաշտոցը, որ հայոց թագավորությունը հասել է իր վախճանին, մտածեց մի հնար գտնել։ Այնուհետև շարադրում է գործունեությունը Այբուբենի հետ կապված Մաշտոցի, որովհետև իրականության մեջ երկու տեսակետն էլ ճիշտ են մասնակիորեն։ Կարծում եմ, ես ծնունդ եզրույթի ներքո նկատի ունեմ հայրենի Այբուբենի ծագման 3 հանգամանք։ Այսօր մենք ունենք գրական լեզու, գրաբար ունենք, որով մենք խոսում ենք, իսկ առօրյայում մարդիկ, հայ հանրույթը շփվում է ուրիշ լեզվով, այդ լեզվով չի խոսում։ Հիմա մեր գրական լեզուն գրաբար է։ Հանրային ռադիոյի եթերում Արարատյան հայրապետական թեմի ինքնություն հաղորդումն է, բարև ձեզ, ես Նոյեմին եմ։ Սիրելի ունկնդիրներ, 404-405 թվականներին ծնվեց Մաշտոցյան Այբուբենը, մեր մեծ երախտավոր Մեսրոպ Մաշտոցը, Սուրբ Մեսրոպ Մաշտոցը, այդ թվերին էր, որ երկար աշխատանքից, ճամփորդություններից հետո կարողացավ հայ ժողովրդին նվիրել մի հսկայական գանձ, 16 զինվորից բաղկացած մի զորագունդ, որը դարձավ մեր ինքնության պահպանման հենասյունը։ Այս տարի 2025 թվականին լրանում է հայոց Այբուբենի ծնունդի 1620-րդ տարեդարձը։ Այս մասին դեռ ինքնության տաղավարում չէինք խոսել, բայց այսօր դեռ տարին չավարտված, ուզում եմ, որ անդրադարձ ունենանք, եւ այսօր տաղավարում ես իրով զրուցելու եմ հայագետ Սամվել Գրիգորյանի հետ, ով նաեւ Այբուբենագետ է, իր կյանքի աշխատանքի երկար տարիները նվիրել է հայոց Այբուբենի ուսումնասիրմանը, փորձել գտնել շատ գաղտնիքներ, որոնց մասին այսօր կփորձենք խոսել ինքնության տաղավարում։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալություն։ Գիտեմ, որ դուք շատ խոսել չեք սիրում, բայց այն ուսումնասիրություններ, այն գանձերը, որ հավաքել եք, իրականում պիտի ունենա նաև իր լսարանը, եւ մարդիկ դրանք իմանալով կարողանան իրենց ավելի լավ ճանաչել եւ մի քիչ ավելի շատ հայ լինել։ Հուսանք։ Եկեք սկսենք Այբուբենից։ Ինչն էր պատճառը, որ 404-405 թվականներին 5-րդ դարի սկզբում, 4-րդի վերջերում կարիք առաջացավ ունենալու գրային հայկական համակարգ։ Հարցի պատասխանը պատմահայրը տալիս է։ Աշխարհապարով ասեմ, Խորենացին ասում է, եւ տեսնելով Մաշտոցը, որ հայոց թագավորությունը հասել է իր վախճանին, մտածեց մի հնար գտնել։ Այնուհետև շարադրում է գործունեությունը Այբուբենի հետ կապված Մաշտոցի։ Ձեր հարցի պատասխանը արդեն ունենք 5-րդ դարից։ Հիմա Խորենացու այս խոսքի մեջ կարելի է դիտարկել կարևոր մի հանգամանք, որ գրային համակարգ ունենալը, Այբուբեն ունենալը դիտարկվել է իբրև պետականության հենարան։ Որ տեքստը հենց այդ մասին էլ ասում է։ Տեսնելով, որ հայոց թագավորությունը մոտեցել է իր վախճանին, մտածեց մի հնար գտնել ինչի համար, որ ինչ անի։ Թագավորությունը փրկելու, հասկանալի է, որ այդ ժամանակաշրջանում ապրող վերլուծող որևէ մարդ տեսնում էր, որ թագավորությունը փրկել հնարավոր չի, եւ հիմա եթե 405 թվականի տվյալով առաջնորդվենք, կտեսնենք, որ ընդհանրապես դրանից 23 տարի հետո, այսինքն Մաշտոցը այդ ժամանակ գործում էր, դեռ ինքը ըստ Խորենացու տեսնում է հայոց թագավորության վախճանին մոտենալու իրողությունը եւ ականատես է լինում այդ վախճանին։ Իր կանխատեսումներն իրականանում անցավ։ Հիմա ասենք այս տրամաբանության մեջ
գրային համակարգ ունենալը ինչին պիտի փոխարիներ։ Հասկանալի է, որ նկատի է առնված մի հանգամանք, որ պետության գործառույթ պիտի կատարի, այսինքն, պահպանի հայ հանրույթի ազգային ինքնությունը, որովհետև պետականությունը ապագայում հնարավոր կլինի վերականգնել, եթե այդ ինքնությունը պահպանված լինի։ Ամենայն հավանականությամբ, շեշտը դրված է այստեղ, հիմա ասում եմ ամենայն հավանականությամբ, բայց վստահությամբ, շեշտը դրված է այս հանգամանքի վրա։ Սա մի տեսանկյուն։ Մյուս տեսանկյունը վերում է կորյունը, վարքագիրը, Մաշտոցի, այդ քարոզությունն էր, որովհետև քարոզության ընթացքում Մաշտոց վարդապետը տեսնում էր, որ Հայաստանի այն գավառներում, որտեղ ինքը քարոզում էր եւ հայերեն էր թարգմանում, հայերենով էր քարոզ անում, հայացնում էր Սուրբ Գիրքը, մարդիկ քրիստոնեություն էին ընդունում կամ դառնում էին քրիստոնեության։ Ձևական քրիստոնեությունից անցնում էին իրական քրիստոնեության։ Էս էլ մյուս հանգամանքը, Սուրբ Գիրքը հայկականացնելու, հայերենացնելու, որի համար պետք էր ունենալ գիր, ազգային գիր։ Այս երկու հանգամանքների ամբողջության մեջ պետք դիտարկել այբուբեն, սեփական ազգային այբուբեն ունենալու գաղափարը։ Շատ է խոսվում այն մասին, որ նախամաշտոցյան գիր ենք ունեցել, դրա մասին մի քանի հանգամանքներ են բերում, մեկը Տիր Աստծու գոյության չգոյության հանգամանքը, մյուսն էլ ասում են, որ 5-րդ դարում, երբ որ թարգմանչական շարժումը ակտիվացավ, այնքան բեղուն էր այդ շարժումը, որը ենթադրում էր, որ դրանից առաջ մենք ունեցել ենք գիր, որի վրա հիմնված այդ թարգմանչական շարժումը տարբեր լեզուներից հայերենի փոխադրությունները շատ արագ կատարվեցին, այսինքն եթե մենք չունենայինք այդ թարգմանական մշակույթը, գիր չունենայինք, չէինք կարող 5-րդ դարում այդքան արագ թարգմանել աշխարհի առաջատար գրականությունը։ Դե տեսակետ է, տեսակետ է, ինչ վերաբերում է Տիր Աստծո հանգամանքին, տրամաբանական է, որ եթե ունես դեպրության Աստված, ուրեմն ունես դեպրություն։ Հիմա այստեղ խնդիրը առարկայական փաստ ունենալն է։ Հիմա անտրամաբանական է ունենալ գրի եւ դեպրության Աստված, եթե չունես գիր եւ դեպրություն։ Այս հասկանալի է, բայց առարկայական փաստ այս պահի դրությամբ դեռ չունենք, այսպես։ Իսկ կարող էր, օրինակ, քանի որ գլոբալիստական աշխարհն էր այն ժամանակ, ասենք հիմնական միջազգային լեզուն հունարենն էր կամ ասորերենն էր, եւ արքունիքում էլ այդ լեզուներն էին օգտագործում, դրանց նվիրված Աստված լիներ Տիրը։ Ոչ։ Ինչու, ասենք, չէ՞ որ եթե արքունիքում հունարեն էին գրում, Տիգրան Մեծից մեզ ասած դրամների վրա էլ միայն հունարեն տառերով նշաններ են եւ ոչ թե հայերեն, նվիրված լիներ դպրությանը, որի հիմնական լեզուն հունարենն էր կամ ասորերենն էր կամ պարթևերենն էր։ Հիմա հարցադրում եք անում հնարավոր է։ Ասենք ամեն ինչ էլ հնարավոր է այս տրամաբանության մեջ, բայց ես այս արդիվ կուզենամ անդրադառնալ եւս մի դրական փաստի, այսպես կոչված հիմա պայմանական ասեմ, նախամաշտության գրի հետ կապված, տեսեք, մեր առաջին աղբյուրը Այբուբենի վերաբերյալ։ Ես հատուկ եմ այսպես շրջանցում, ստեղծում եզրույթը, որովհետև այս պարագայում օգտագործում եմ ծնունդ եզրույթը ու հիմա կասեմ ինչու։ Հիմա տեսեք, Կորյունը Այբուբենի մասին խոսելով օգտագործում է մի տեքստ կամ կիրառում է մի տեքստ, բոլորիս հայտնի, այն է եւ ամենաշնորհող Աստծոց ես աշխարհաբար եմ, աշխարհաբարացնում եմ, այսպես էլի, մտքիս մեջ այդպես չի, ուրեմն եւ ամենաշնորհող Աստծոց նրան ուրեմն տրվեց վիճակ, այսինքն հնարավորություն
հայրաբար, հայրական չափով ասում է, հայրաբար, ուրեմն ծնել նորոգ եւ սքանչելի ծնունդներ հայերեն լեզվի նշանակներ, սա Գորյունի տեքստն է։ Հիմա այս տեքստը ճշգրիտ արտապատճենումն է, բանաքաղություն է սա, Ագաթան Գեղոսից։ Ուրեմն նույն տեքստով եւ տրվեց նրան վիճակ ամենաշնորհող Աստծոց հայրաբար ծնել նորոգ եւ սքանչելի ծնունդներ, ուրեմն խոսում է Ագաթան Գեղոսը Սուրբ Գրիգոր Լուսավորչի, ուրեմն հայոց մկրտության մասին։ Քրիստոնյաների դարձի բերելու մասին։ Այո, երբ մկրտում է արքունիքը եւ ժողովրդի հոծ բազմություն։ Պարզապես ուրեմն նորոգ եւ սքանչելի ծնունդներից հետո, ըստեղ ասենք ուղղակ կետադրական ասենք բուց նշանը դնում ենք, Օրիոնն ասում է հայերեն լեզվի նշանագրեր, Ագաթան Գեղոսն ասում է ուրեմն մկրտվածներ, այսպես, հա, նկատի ունի մկրտված մարդկանց, նորոգ եւ սքանչելի ծնունդներին։ Հիմա երբ նայում ենք այս տեքստի հարազատությանը, բնիկությանը համատեքստերում, երկու համատեքստերում, ինքը հարազատ է Ագաթան Գեղոսի մեջ։ Բայց որը գրվել է 4-րդ դարում եւ որը հայերեն չի գրվել։ Դե հիմա մենք այսօրվա մեր Ագաթան Գեղոսի հետ շփվելիս, առնչվելիս մենք գիտենք, որ գործ ունենք 5-րդ դարի տեքստի հետ։ Դրա համար ասում են, որ դա ոչ թե Ագաթան Գեղոսն է գրել, այլ Մաշտոցն է գրել, վերագրում են նաև Մաշտոցին։ Հիմա սա ուրիշ խնդիր է, սա բանասիրական խնդիր է, անկախ էս խնդրից։ Հիմա ենթադրենք երկու տեքստն էլ գրվել են 5-րդ դարում, ենթադրենք։ Հասկանալի է, որ մինչև անգամ տեսակետ կա, որ Ագաթան Գեղոսի հեղինակն էլ Գորյունն է։ Սա տրամաբանության հետ կապ չունի։ Ես այդ մասին չեմ ասում։ Ասում եմ, որ Ագաթան Գեղոսի տեքստում այս հատվածը հարազատ է։ Նույնական է գրեթե։ Ինչի մասին որ խոսում է, ինքը գերհարազատ է այդ նյութի հետ։ Հիմա Գորյունը Մեսրոպ Մաշտոցի վարքը գրելիս հարմար է գտնում վերցնել այս հատվածը եւ տեղավորել, չէ՞ որ նա խոսելու, ասելու խնդիր չունի, ինչպես կուզենա, այնպես էլ կասի։ Ինչու է մարդը որոշում այդ բառերով ասել։ Գեղեցիկ կարևոր են։ Այդ համեմատությամբ ասել։ Հիմա տեսեք, երբ նայում եք Ագաթան Գեղոսի պարագայում, այս տրամաբանության մեջ, ասենք, կան մարդիկ, որ քրիստոնյա չեն, մկրտվում են, դառնում են նոր եւ սքանչելի ծնունդներ։ Մենք այս ամբողջը հասկանում ենք։ Հիմա արդյոք Գորյունի տեքստում չի երևում այս պատկերը, որ հայերեն լեզվի, հայերեն այբուբենի նշանագրերը նորոգ եւ սքանչելի ծնունդներ են։ Հիմա իրենք նորոգ եւ սքանչելի կարող են լինել այն պարագայում, եթե իրենք հին էին եւ դեռ նորոգված չէին։ Այդ դեպքում ստացվում է, որ Ես դες դրական փաստ եմ բերում, ասենք, բանը նախամարցության գիրի լինելու հանգամանքի մասին։ Բնականաբար, այստեղ ասենք ինչ վտանգ կա կամ Չէ, վտանգ չկա։ Վտանգ չկա, բանը, բայց մենք գիտենք նաև Գորյունի վարքագրությունից, որ ասում է թագավորն ասաց, ես էլ եմ այդպես կարծում, ուղիղ մեջբերում չեմ անում, այլ ասաց, որ գիտեմ, որ Դանիել անունով մի ասորի եպիսկոպոս կա, իր մոտ կան հայկական նշանագրեր, գնացեք եւ բերեք դրանք։ Եվ բերում են եւ պարզում է, որ դրանք չեն բավարարում հայերենի հնչյունական համակարգին եւ Մաշտոցը ստանձնում է նոր տառեր ստեղծելու գործը։ Բայց Արտակ Մովսիսյանն օրինակ տեսակետ է առաջ քաշում, որ Դանիելյան գրերը դրանք կարող են լինել մեհենագրեր, գաղափարագրեր, որոնք երկար ժամանակ չօգտագործվելուց դրանց նշանակությունն ու իմաստն անգամ կորել եւ մեհենագրերին վերադառնալու կարիքը հասկացան, որ ճիշտ չի լինի, քանի որ հունարենի օրինակով արդեն կար մեկ հնչյունին մեկ տառ ձևը եւ նախընտրեցին գնալ այդ ճանապարհով եւ Մաշտոցը ստեղծեց մեկ հնչյունին մեկ տառ այբուբեն։ Այստեղ լեզվի կառուցվածքի խնդիր էլ կա ընտրության հետ կապված։ Հիմա կապված նրա հետ, որ Դանիելյան գրերը կարող են լինել գաղափարագրեր, կարող են լինել մեհենագրեր, կարող են։ Ամեն ինչ էլ կարող է, մենք այդտեղ փաստ չունենք հիմա այս կարծում եմ միշտ պիտի հատկապես կարևոր հարցերի վերաբերյալ պետք է կառուցել
առարկայական փաստերի ու անհերքելի տրամաբանության վրա։ Այդ անհերքելի տրամաբանություն ասելով ինքը պիտի շրջելի լինի, ինքն իրեն պիտի ապացուցի, այսպես ասած, եւ ներքին հակասություններ պիտի չունենա։ Հիմա եթե ավելի լայն փորձենք նայել, որովհետև իրականում գիտության մեջ պայմանական այսպես ճակերտավոր հակամարտություն էլ կա նախամաշտոցյան գրի կողմնակիցների եւ հակառակորդների, այսպես բաժանված է, ասենք գիտությունը այս հարցի շուրջ, բայց ինձ թվում է այստեղ պիտի այսպես հաշտեցման տրամաբանությունը գտնել, ինչ եմ այսպես ասում, որովհետև իրականության մեջ երկու տեսակետն էլ ճիշտ են մասնակիորեն։ Հիմա տեսեք ինչ հանգ, ես օրինակ օգտագործում եմ այբուբենի վերաբերյալ ստեղծել չեմ ասում, թե հանգիստ կարելի է խոսալ ստեղծելու մասին, հա։ Հիմա ես հորինել եզրույթն էլ չեմ օգտագործում, որովհետև հորինել ասելիս այսօրվա մարդը հասկանում է չեղած մի բան դարձնել եղած, 5-րդ դարի տրամաբանության մեջ այդ, ասենք, օրինադրելն է, հա, դրել օրենքի դաշտ, կանոնավորել։ Հիմա 5-րդ դարի մարդը կասի հորինել կհասկանա կանոնակարգել, այսօրվա մարդը կհասկանա չեղածից ստեղծել։ Այս մի հանգամանք։ Հիմա ես օգտագործում եմ ծնունդ եզրույթը, որտեղ ծնունդ եզրույթը թույլ է տալիս իր մեջ համադրել բոլոր հանգամանքները։ Ուրեմն կարծում եմ, ծնունդ եզրույթի ներքո, այսինքն ոչ թե կարծում եմ, ես ծնունդ եզրույթի ներքո նկատի ունեմ հայրենի այբուբենի ծագման 3 հանգամանք։ Մեկ հանգամանքը այդ հայրեն գրային համակարգի նախամաշտոցյան գոյությունն է, մյուսը Մեսրոպ Մաշտոցի ձեռքով ստեղծված, կանոնակարգված, հորինված, կազմակերպված լինելը եւ երրորդ հավանաբար առաջին հանգամանքը այդ աստվածատուր լինելը։ Այս 3 հանգամանքների մասին մենք 5-րդ դարի մատենագրությունում ունենք դրական տվյալներ։ Հիմա տեսեք, այս տրամաբանությունը օրինակ ասեք, որևէ մարդու համար հասկանալի է։ Ասենք, հիմա մարդը ունի զավակ եւ իր զավակի վերաբերյալ արտահայտում է, որ ինքն է իր զավակի ծնողը։ Պարզ հասարակ տրամաբանություն է։ Հիմա այդ նույն զավակի նկատմամբ ծնող լինելու դիրքորոշում կարող է հանդես բերել նաեւ այդ զավակի պապը։ Ասի, սա իմ զավակն է։ Հիմա այս երկուսն էլ, հայրը եւ պապը, կարող են այդ զավակի նկատմամբ ունենալ դիրքորոշում, որ այդ զավակին իրենց տվել է Աստված։ Եթե իրենք հավատի մարդիկ են։ Եվ անտրամաբանական որևէ հանգամանք չենք տեսնում մենք սրա մեջ։ Հիմա ինչու նույն բանը չի կարելի տեսնել այբուբենի վերաբերյալ։ Չէ՞ որ ասենք խոսում են այդ մասին։ Տեսեք, ես Կորյունից մի տվյալ բերեցի։ Հիմա 5-րդ դարի դրությամբ իհարկե ոչ աշակերտներից Մաշտոցի, ասենք Փարպեցին է, ասենք Մաշտոցին վերագրում է մտքեր այբուբենի հետ կապված այդ 400 նախա 405 թվականի դրության ու ասում է, որ մտածում էր, որ չէ, որ կան նշանագրեր, կային նշանագրեր, մանավանդ որ գոն նշանագիրք, որոնցով հնարավոր է գրել հայերեն։ Այսինքն 5-րդ դարում էլ էին այդպես մտածում, որ կան։ Տրանսլիտ իմաստով, այսինքն ոնց որ մենք հիմա լատիներեն տառերով կարող ենք հայերեն գրել այդ սկզբունքով։ Չէ։ Այն իմաստով, որ մինչև մեզ ծանոթ 36 նշանի այբուբենի ստեղծումը կային նշանագրեր։ Հիմա այդ պահի դրությամբ Փարպեցին չի տեսել դրանք, բայց ասում է, որ Մաշտոցը մտածում էր, չէ, որ կային։ Հիմա Խորենացին էլ երբ խոսում է ու Կորյունն էլ, ասենք Դանիելյան նշանագրերի մասին, չէ՞ որ ասենք մտածում են, որ կային, ենթադրում են, որ պիտի լինեին։ Այս ենթադրությունը, որ կային, մենք տեսնում ենք։ Հիմա Դանիելյան նշանագրերը ինչ են եղել, ինչ չեն եղել, խոսքը այս մասին չէ։ Խոսքը այն մասին է, որ 5-րդ դարի դրությամբ այդ գրային համակարգ ունենալու
մտադրություն ունեցող մարդկանց խումբը հասկացել է, որ եղել են, պիտի եղած լինեն։ Այդ Ռամշապոհին վերագրված այդ միտքը, որ ինքը ինչ-որ շրջագայության ժամանակ լսել է, որ Դանիել եպիսկոպոսը ունի եւ այլն, այս տեքստի մեջ։ Մենք տեսնում ենք, որ այդ մարդիկ այդ մտայնությունը ունեցել են, մտածել են այդպես։ Հիմա որևէ խնդիր չկա, էլի, երբ նայում ենք, ասենք, Այբուբենի մասին տարբեր ուսումնասիրություններ, հատկապես խորհրդային շրջանի, տեսնում ենք այնտեղ մտադրություն այս նախամաշտության գրի դեմ եղող գիտնականների, որ ուրեմն բացառվում է, որ եղած լինի։ Հիմա 5-րդ դարի մատենագիրների տրամաբանությամբ չի բացառվում։ Ինչու պիտի բացառվի։ Հիմա Այսինքն այդ բացառությունը խորհրդային շրջանի գիտնականների համոզմունքներ մեծ մասամբ այո, բայց ոչ միայն, նաև 19-րդ դարի որոշ գիտնականների։ Բացառիկ իրավիճակ էր 5-րդ դարում, երբ որ պետությունը, եկեղեցին եւ գիտությունը Վրամշապուհ արքայի, կաթողիկոս Սահակ Պարթևի եւ վարդապետ Մեսրոպ Մաշտոցի կերպարներով միավորվեցին եւ ծնունդ տվեցին մի շատ կարեւոր հանգամանքի, որը 1600 եւ ավելի տարիներ պահպանում է մեր ինքնությունը, որի վրա հիմնվելով մենք կարողանում ենք մնալ հայ։ Այս բացառիկ իրողությունը մենք դա փաստում ենք, չգիտեմ ինչի Վրամշապուհ թագավորը տենց հավուր պատշաճի չի արժևորվում այս ամբողջ պատմության մեջ եւ չգիտեմ ինչի դեռ սրբացված չի, այդ մասին նաեւ մեր սրբազան հետ ենք հաճախ խոսում, չգիտեմ ինչի օրինակ Սուրբ Վրամշապուհ չենք ասում եւ ինչի որևէ մի փողոց հաստատություն չունենք էլի իր անունով, բայց սա այդ երեքի անձնական ապրումների արդյունք պիտի լիներ, թե պետությունը փրկելու փորձ թագավորի կողմից նաև։ Հիմա տեսեք, այստեղ մի հանգամանք էլ կա։ Հիմա Վրամշապոհի անունը չի հիշատակվում գրերի հետ կապված, բայց նաև չի հիշատակվում կաթողիկոսի անունը գրերի հետ կապված։ Դե եթե խորհրդային բան անենք, իրենք չեն ուզենա թագավորին եւ կաթողիկոսին այդքան մեծարել։ Դե թողնենք խորհրդայինի մասին չի խոսքը։ Այդ խորհրդայինն էլ ինչ որ մի փուլ է։ Ու ինչպես ամեն ժամանակաշրջան իր դերական եւ բացասական հատվածներով։ Ես հակված եմ այսպես դերական հայացքով դիտարկել նյութը, դա բացասական հայացքը թույլ չի տալիս, ասենք, ոտնահարում է նաև որոշ դերական հանգամանքներ, ավելի լավ դերականն էլ, բայց դեպքում էլ բացասականը չդերականացնել, իհարկե։ Բայց գրերի հետ կապված նաև կաթողիկոսը չի հիշատակում։ Հիմա բայց այստեղ մի հետաքրքիր հանգամանք էլ կա, որ կարելի է աչքի առաջ առնել, տեսեք, պետությունում երկու իշխանություններ, աշխարհիկ եւ հոգեվոր, միավորվում են խնդիր լուծելու համար, ազգային խնդիր լուծելու համար։ Հիմա այստեղ շատ հետաքրքիր է Սուրբ Մաշտոց վարդապետի կերպարը, որովհետեւ ինքը թե պետական գործիչ էր, թե եկեղեցական գործիչ, ու այս մարդու անձում միավորվում են այս երկու իշխանությունների հարազատը լինելու հանգամանքը։ Դուք նկատում եք, որ Մաշտոցը զինվորական էր, հետո դարձավ արքայական գրագիր, հետո վարդապետ այդ ընթացքը։ Դե զինվորական, հենց արքայական գրագիր լինելով էր զինվորական։ Սուսերագիր զինվոր չէր, այսպես։ Հիմա գրագիրը զինվորական էր, այդ զինվորական պաշտոն էր։ Ասացածն է, որ Մաշտոցը մի մարդ է, որ աշխարհիկ համակարգին ծանոթ, հարազատ, անցուդարձերին տեղյակ եւ վստահելի անձ էր։ Ու ինքը այս աշխարհիկ իշխանական համակարգից հիմա վստահաբար նաեւ խիստ անձնական, ներանձնական նկատառումներով տեղափոխվում է հոգեվոր աշխարհ, դառնում է հոգեվորական։ Ճգնակեցություններով այն ժամանակին հատուկ այդ բոլոր փուլերով անցնելով։
Հիմա մի տեսակ, հա, սա մի մարդ է, որ երկու համակարգը ճանաչում է ու կարող է միավորել։ Իհարկե այդ միավորման ցանկությունը պիտի լինի երկկողմանի, բայց այս առումով էլ հետաքրքիր կերպար է։ Այսինքն քիչ այդ մարդիկ կա, որ երկու համակարգում էլ հարազատ են եւ վստահելի։ Մեսրոպ Պաշտոցի ստեղծած ծնած Այբուբենը այն տեսքն ուներ, ոնց որ մենք հիմա պատկերացնում ենք Այբից մինչև K նույն հերթականությամբ, նույն դասավորությամբ, թե որոշակի փոփոխություններ կրել Այբուբենը դարերի ընթացքում։ Բացի որ 3 հավելել տառ է ավելացել։ 3 չէ, 2 եւն էլ հետո տառ դարձել։ Չէ, դա բան չի, խնդիր չի։ Բնականաբար Այբից մինչև K սրա համար էլի 5-րդ դարից տվյալ ունենք այդ Դիոնիսոս թրակացու քերականությունն է 5-րդ դարի թարգմանության այնտեղ բառացանք կա ուրեմն Այբուբենի նշանների հերթականության բառավերջի տառերով բացի այն տառերից որոնցով հայերենում բառ չի վերջանում Ան եւ on Yen հա եյով էլ այնտեղ հիմա ասենք այբով չի ավարտվում բառ ըստ ուղղագրության ասենք առաջին բառը ողբն է այսինքն բենը տեսանք հա տեքստը բանը չբառացանքը չեմ հիշում այդպես հա ունենք վկայություն, որ այդ 5-րդ դարից որ այդ հերթականությամբ եղել է։ Բայց այսինքն մի բառացանք է, որոնց վերջին տառերով ձևավորվում է հայերենի Այբուբենը այն հերթականությամբ, ինչը մենք ունենք, բացի ըստ ուղղագրության այդ տառերով չավարտվող բառերից, այդ բառերը չկան։ Դա մի տեսակ ակրոստիկոս է, որը ոչ թե բառը սկսում է Այբուբենի տառերով, ինչպես Ներսեր շնորհալի առավոտ լուսոն, բայց վերջանում են հայկական Այբուբենի տառերի հերթականությամբ։ Ճիշտ եմ հասկանում։ Դե իմ այդ տրամաբանության մեջ դրանք, այ, ակրոստիկոս չէ, տելեստիկոս, այսպես ետնակապ էլի։ Դուք հավաքել եք նաև հայերենի Այբուբենի ակրոստիկոսները, չէ, դրանք ունեք հավաքած, ուսումնասիրած հավաքած։ Այբենային բանաստեղծությունները։ Այբենային բանաստեղծությունները։ Այսինքն այբենային գրականությունը։ Դա ինչ է։ Այսպես։ Այբենային գրականությունը ասած։ Դա այն է, ինչին դուք ասում եք ակրոստիկոս։ Շատ են դրանք։ Դե իմ գրքում հավաքված են 223 միավոր նյութ հավաքված է։ Այդ ամբողջ նյութը չէ, այս պահի դրությամբ իմ ձեռքի տակ կա 400 միավոր։ Հավելյալ 400 միավոր, հա։ Չէ, հավելյալ 170 համարյա, 167։ Եվս 167 միավոր։ Դրանք Այբուբենին զոնված երգեր հիմներ են, թե աղոթքներ են, թե աստվածաբանական գրականությունը, ինչ է։ Դրանք տարատեսակ նյութեր են։ Աղոթքներ, ողբեր, գին ու գովք, անեծք, օրհնություն, քարոզ, դրանք չափածո են եւ արձակ, այն ինչ մեզանում այսպես ընդունված է անվանել ակրոստիկոս, դրանք ակրոստիկոսներ չեն, դրանք հիմա նրանք, որոնք ակրոստիկոս են, այբենային ակրոստիկոսներն, այսինքն հոդում են հայերենի Այբուբենը։ Հիմա այնտեղ կան նաև հիմա հայերեն եզրույթով ասած ծայրակապ ակրոստիկոս, այսինքն հա առաջին ոտք, այսպես այնտեղ կան նաև տելեստիկոսներ, այսինքն որ վերջանում հա վերջին կապը, այսինքն որևէ ենթադրենք, ասենք չափածո ստեղծագործության տողերի վերջին տառերով հոդվում է հայերենի Այբուբենը։ Կան նաև մեզոստիկոսներ, այսինքն միջնակապեր, միջին որևէ նշանով, համաչափ ընթանալով, կան այնտեղ նաև լաբիրինթոսներ, որտեղ Այբուբենը հոդվում է ոչ թե ուղղահայաց
գծերով այլ հորիզոնական ու կան բարդ կառուցվածքներ, կան ասենք ակրո տելեստիկոսներ, ասենք Եվ համ առաջին տառը, համ վերջին տառը ըստ այ բնական ցանկի։ ասենք Գրիգոր Կեսարացին 16-17-րդ դարի հեղինակ, ասենք ունի մի ակրո տելեստիկոս, որը ճշգրիտ նկարագրությամբ տետրա ակրո տետրա տելեստիկոս է, այսպես հիմա եզրույթ օգտագործեմ, այսինքն քառապատիկ ծայրակապ եւ քառապատիկ ետնակապ, ասենք հնչում է, ասենք առաջին տունը, հա, ասեմ աստվածային հրամանն որ կա, Ադամային սերիս վերա, առյալն հողո ի հող դառնա, անմա հոգին արտեր գնա։ Հա, հասկացա։ Այսինքն 4 այբ ունենք սկզբն, հա, տողերի առաջին տարերով, հա, 4 այբ ունենք տողերի վերջին տարերով։ Հիմա բենի դեպքում ասում է բոլորապես մարդիկ լրմամբ, բավյալ հերկրի փոխին մահվամբ, բայց եւ արդարք նույն հրավիրմամբ, չեմ հիշում առաջին բառը, հա, փոխին մահվամբ, այսպես։ Չէ, դե առան կոչմամբ։ Հա, բայց շատ բարդ հանձնարարություն է դրել ինքն իր առաջ ու գեղեցիկ ստացել։ Սա դժվար է, սրանք գաղափարային ստեղծագործություններ են, որոնք գրվել են այլևայլ նկատառումներով, կան հեղինակներ, հիմա այն ինչ հավաքել եմ ես այդ գրքում, խնդիրը չի եղել հավաքել բարձրարժեք գեղարվեստական նյութ իրենցից ներկայացնող ստեղծագործություններ, այլ ամբողջ նյութը հավաքել, հնարավորին չափ ամբողջական նյութ հավաքել, տեսնելու համար։ Հիմա այնտեղ կան անտաղանդ գործեր, այնտեղ կան, ասենք, գործեր, որ գրվել են, ասենք, ինքնացուցադրվելու նպատակով, որ ես էլ կարող եմ այդպես անել։ Կան տաղանդավոր գործեր ու հանճարեղ գործեր։ Հիմա ասենք, այս գաղափարային ստեղծագործությունները հիմա ասենք բաներ կան, հա, ձեռագրեր կան, որտեղ նայում ես, ասենք, գաղափարը դրված է բանակապի, դեռ տեքստը լրացված չի։ Հիմա դե գաղափարի մեջ ստեղծագործելը շատ բարդ է։ Հիմա Գրիգոր Կեսարացու այս ստեղծագործությունը բացառիկներից է, որ ասենք խիստ հաջողված է, դա տաղանդավոր գործ իր ուսուցչի մահվան արդիվ գրված, այնտեղ հա հուզում նարատ, ասենք, ստեղծագործություն է, որ այդ հուզում նարատությունը լրջագույն վարպետությամբ է կատարված։ Ամենահինը որ ումն է վերագրում։ Ամենահինը չէ, այն ինչ ունենք։ Այն ձեր գտածների շարքում։ Այդ իմ գտածների շարքում չի։ Կոմիտաս աղցեցու անձինք նվիրարկն։ Ռիփսեմյան շարականը։ Առաջին գործը հիմա ինչի մասին է ուզում ասել։ Հիմա երբ նայում ես գաղափարային ստեղծագործությունը, հա, հասկանում ես, որ դիրքորոշում կա։ Հիմա խորությամբ երբ նայենք, այբուբենը մատուցելու, այբուբենը այսպես փոխանցելու, ցույց տալու դրա խորհրդանիշ լինելու հանգամանքը, որովհետև եթե ինքը խորհրդանիշ եղած չլինի, որպես այդպիսին ընկալված չլինի, այդ գաղափարով, ասենք, գրելը կլինի անիմաստ։ Այբուբենի հետ կապված շատ տարբեր քննարկումներ կան, պսևդոակադեմիական վերլուծություններ կան եւ այլն, բայց այբուբենը բացի տառերի ցուցիչներն են, բացի տառերը հնչյունային նշանագրեր լինելուց, իրենք նաև թվերին են փոխարինել։ Ասենք An1-ն էր, B-ը 2-ը եւ այլն, եւ մինչ հասնում էր մինչեւ բյուր, որը 10,000-ն էր նշանակում։ Դրանից հետո ավելի մեծ թվեր, ասենք միլիոններ, միլիարդներ հաշվելու կարիք չեն ունեցել, թե դրանց մասին ցուցումներ չունենք, օրինակ։ Ունենք։ Ինչպես էին դրանք կոչվում։ Այնտեղ կա ավակ գունդ, կա կայսր գունդ, այս տեսակ եզրույթներ կան իրենց հատուկ նշաններով, բայց այդ տեսակ մեծ հաշվարկներ չեն արել։ Ասենք ավակ գունդը որ տառով էր նշվում, կամ ինչով էր նշվում։ Չէ, հիմա ասենք բյուրը, ասենք մեկ բյուրը որ տառով է նշվում։ Հա, չէ, բյուրը տառով չի նշվում։ Այբ վրան փշիկ։ Հա։ Դա գունդն էր կոչվում, մեկ գունդ։ Չէ, դա բյուրը։ Հա, բյուրը։ Գունդը չեմ հիշի այս բանը։ Ասենք, եթե B-ն էր ու վրան նշանակում էր 2 բյուր, 20,000։ 20,000։ 2 բյուր։
Ես ափսոսում եմ ուղղակի, որ մեր դպրոցներում մեր երեխաներին հաճախ չի որ սովորեցնում են, որ այբուբենի ամեն մի տառն իր անունն ունի, չեն սովորեցնում դրանց թվային համակարգերը, շատ կարճ չպանցիկ նույնիսկ ասում են երեխաները չեն էլ հիշում, բայց մի բան եզում հարցնել, ինչու կան որոշ տառեր, որոնցով մեր բառապաշարում առնվազն միջնադարյան բառապաշարում բառեր չեն վերջացել, եւ եթե բառը վերջանում է այով կամ ոյով եկիսաձայն տառներ գրվում եւ այսօր էլ մեր նույնիսկ 20-րդ դարի, այսպես ասած, աշխարհաբար սովետական ուղղագրության մեջ այից եւ հոից հետո լսվողի են գրվում է, մյուս պարագաներում չէ։ Դե ցին ուղղագրության ասես դրսևորումն է նորում, այսպես հիմա։ Ասպես ասենք, հիմա դա չի գրվել, որովհետեւ չի հնչել։ Հիմա եթե նայենք 5-րդ դարի դրությամբ ընդունենք այն հանգամանքը իբրև փաստ, որ մենք ունենք ճշգրիտ գրային պատկեր ըստ հնչողությանը ճշգրիտ համապատասխանող գրային պատկեր։ Հիմա եթե չի գրվել, ուրեմն չի հնչել։ Ասենք հիմա նայում ենք, որ գրաբարան ուղղագրության մեջ տղա բառից հետո վերջում գրում է տղայ։ Հիմա պիտի կարդային տղայ, թե պիտի անուղակի բաց չթողնեին, բաց վանկով չավարտեին։ Չէ, այստեղ բաց վանկի խնդիր չի։ Հիմա մենք ասում ենք «ե», բայց այստեղ մի բան էլ կա, մի հանգամանք էլ կա։ Հիմա տեսեք, երբ մենք կարդում ենք գրաբար տեքստեր, մենք կամ գրում ենք, այսպես ասեմ, հա, մենք ընթերցանության մեջ էլ։ Հիմա օրինակ այն գնահատականը, որ մենք կարդում ենք, գրում ենք դասական ուղղագրությամբ, հիմա եւ կարդում ենք դասական արտասանությամբ, իհարկե այս միտքը չի արտահայտվում, այսպես չեն ասում, բայց այստեղ էլ խնդիր կա, հա, խնդիր կա։ Հիմա տեսեք, երբ մենք գրում ենք այսպես կոչված դասական ուղղագրությամբ, շատ հաճախ նկատի են ունենում այն ուղղագրությունը, որը ավանդաբար եկել հասել է մինչև 20-րդ դարը, ասենք որտեղ գործում են օ եւ ֆ նշանագրերը։ Հիմա նույնը արտասանության պարագայում, հիմա տեսեք, ասենք քաղաք բառի ասենք գործիական հոլովը քաղաքավ այբյունով ավարտում ենք, հիմա եթե հոգնակի է քաղաքներ են, մի հատ էլ K է ավելանում, հիմա քաղաքավը, տեսեք վյունին հասկանալի է, ասենք իբրև V է արտաբերվում V հնչյուն, քաղաքոք է, մենք կարդում ենք քաղաքոք, հայտնվեց փակվանկում, բայց սա ավանդական արտասանություն է, այդպես ավանդաբար մեզ հասած։ Հիմա այս պարագայում պիտի տարբերակել վստահեմ, կարծում եմ, դասական ուղղագրություն, դասական արտասանություն եւ ավանդական ուղղագրություն, ավանդական արտասանություն։ Դրանց տարբերությունը ո՞րն է։ Այ ես արդեն սահմանեցի։ Մենք տեսեք հիմա այդ մոտավորապես պիտի հասկանալի դարձնել, թե ինչպես են արտաբերվել հնչյունները։ Հիմա տեսեք յան հենվելով ասենք Աբեղյանի, հա, Մանուկ Աբեղյանի ուսումնասիրության վրա, այս լեզվի տեսությունում է այդ մասին ասում, որ հայերենի 21-րդ այդ հի նշանը հնչել է ինչպես այսօր ռուսերենում կարճ ին։ Իշ։ Այդպես ինքը ոչ ե է, հա, ոչ ի։ Ինքը դրանց միջև է։ Բայց անունն էլ հի։ Դե մենք տեսեք սա ավանդական է, այսինքն մենք անունը ավանդական արտասանությամբ ենք ասում։ Նույնքեւ վյուն տարի, վյուն թե հյուն պիտի արտասանված լիներ, այդ հանգամանքը կա չէ, թե չեմ սխալվում։ Այս պարագայում էլ մենք էլի մեզ համար հասկանալի հնչողության շրջանակում մենք գործ ունենք անգլերեն W-ի հետ։ Ասենք Վիլյամ բառը, որ ասում ենք Ուիլյամ, բայց ինքը ու չի։ Ինքը ոչ մաքուր V, ոչ մաքուր U։ U-ի եւ V-ի միջև։ Նույն մեր վյունը W-ն է։
Հիշում եմ, որ դպրոցում քննարկման ժամանակ մեզ ասում են, որ մի քիչ կասկածելի է վյունը տառ է եղել, թե մասնիկ է եղել, որտեղ դրանով սկսող առանձին բառեր չենք գտել եւ այլն եւ այլն։ Այս պարագայում ինչպես ասենք Մաշտոցը կանոնակարգեց, ես հատուկ եմ ասում կանոնակարգեց մի հնչյունին 1 տառ, դե համապատասխանաբար տեսեք պիտի շրջելի լինի, հա, 1 տառին պիտի համապատասխանի 1 հնչյուն։ Եթե վյունը հնչյուն չի, ուրեմն Մեսրոպ Մաշտոցը կանոնակարգել է մի այբուբեն 36 տառով եւ 1 մասնիկով։ 35 տառով եւ Հա, 35 տառով եւ 1 մասնիկ։ Բայց այդ դեպքում եթե ասենք 1 հնչյունին 1 տառ, ինչի ենք A վյունը կարդում O կամ ո վյունը կարդում U։ Ժամանակակից այբուբենում ՏՑ ու ՓՔ ենք ասում, բայց այդ ու-ի փոխարեն ու չենք ունեցել, վյուն ենք ունեցել։ Այդ հանգամանքը ո՞նց է բացատրում։ Բացատրելու բան չկա, դա պատմական ասենք իրողություններ են։ Ո՞նց է այդ պատմությունը ընթացքի մեջ։ Հիմա տեսեք, ասենք, այդ նոր ասում եք որ բան, հա, որոշ տառերով բառեր չեն վերջանում, բայց որոշ տառերով էլ բառեր չեն սկսում։ Ասենք նույն վյունով բառ չի սկսում։ Ռեյով քիչ բառեր ունենք։ Հա, դե բացառիկ մեծ մասը բռնազբոսիկ օրինվածքներ են։ Հայերենը չի սիրում։ Հայերենի, ասենք, կառուցվածքին երբ նայում ես, ասենք, լեզվական հայերենը սիրում է այբով բառը սկսել, ռեյով ավարտել։ Ասենք, հա։ Մենք նաև այսպեսի մի հարցի ուզում անպայման անդրադառնանք 5-րդ դարում թարգմանական շարժումը երբ որ սկսեց, ոչ միայն բառերի, մտքերի, նախադասությունների թարգմանություն կատարվեց, այլ նաև բառերի փոխադրություն հայերենի։ Օրինակ հունարեն լն հայերենում ղ փոխադրվեց, Պողոս փոլը Պողոս դարձավ եւ այլ նման տառեր շատ ունենք։ Ֆ տառի հ կամ փ դառնալու հանգամանքներ շատ ունենք։ Էլի սա ինչի համար էին անում, չէին կարող ուղղակի պահպանել այն կերպ, ինչ կերպ որ լսվում էր։ Հիմա տեսեք, խնդիրը այստեղ հունարենը չի, խնդիրն է, որ պետք էր ունենալ գրային մի համակարգ, որը հայերենի բոլոր հնչյունները, ոչ թե հնչյունները, այլ հա, իմաստատարբերակիչ արժեք ունեցող հնչյունները, հնչյունները առանձնացներ։ Հիմա ինչ վերաբերում է, ասենք, հունարենից արվող տարադարձություններին, հունարենի հնչական համակարգը երբ տեղափոխվում էր հայերենի վրա, հայերենի հնչյունային համակարգով պիտի արտահայտվեր հունարենը։ Այստեղ հունարենի խնդիրը չի, այստեղ հայերենի ինքնարտահայտման խնդիրն է։ Հիմա ասենք հայերենում չկար Ֆ հնչյունը, ինչպես մինչև այսօր ասենք Արցախի բարբառում կամ ժամանակակից վրացերենում, ասենք ըստ իրենց հնչական համակարգի Ֆ հնչյունը արտաբերում են, ասենք էլի նույն սուրբ գրքում Ֆիլադելֆիա բառը Փ-ով է, Փիլադելփիա։ Արցախցիք այդպես են ասում, վրացիք այդպես են, ֆուտբոլին ֆուտբոլ են ասում։ Կամ պարսկերենից փոխառված բառերը ֆ-ն դառնում է հ, օրինակ հրապարակ, ֆրապարակ, հրեշտակ, ֆրեշտակ, չէ։ Հակառակը։ Դե պարսկերենից վերցած ֆ-ն դառնում է հ հայերենում։ Դե, հա, այդպես։ Այդտենց բոլոր լեզուներն են բնորոշ, թե չէ, որովհետև հիմա ժամանակակից ընկալումների մեջ անունները չեն տարադարձում, չեն փոխարկվում, ինչ որ կա, այդպես փորձում են պահել։ Այդ էլ բանի կանոն ընդունված կանոնի խնդիր է, այսինքն ընդունում ես որևէ կանոն եւ ըստ այդ կանոնի շարժվում ես։ Ձեզ համար հայկական այբուբենի, հայոց մաշտոցյան այբուբենի ամենակարևոր 3 հատկանիշները որոնք են, ինչու է դա թանկ ձեզ համար։ 3 հանգամանքներ։ Կարող եք 5-ը ասել, դեմ չեմ։ Չէ, հիմա հանգամանք առաջին այդ ազգային ինքնության, ասես ողնաշար է։ Չեմ ուզում ասել խորհրդանիշ, ինքը ողնաշար է, մեր ինքնության ողնաշարն է։ Հիմա բնականաբար որևէ ազգային հանրույթի ինքնության առաջին ցուցիչը լեզուն է։ Հիմա եթե լեզուն դիտենք իբրև ողնաշար ազգային հանրույթի, գրային համակարգն է լեզվի ողնաշարն է։ Ինքն խորը նյարդային համակարգ է։ Այս մեկ հանգամանք, մյուս հանգամանքը աստվածատուր լինելն է։
Այս միանշանակ հանգամանք է, որովհետև պիտի վստահությամբ ընթերցենք մեր մատենագիրներին։ Այս երկուսը բավական է։ Չէ, երրորդն էլ եմ ուզում ասել, ձեզ համար, անձնապես ձեզ համար։ Դե երրորդը, որ գիտեք, ամբողջ խնդիրը ես հիմա, տեսեք, էլի հետաքրքիր բան է դառնում այդ մտայնության հանգամանքը, որ ամեն անձ ըստ իր մտայնությունների է աշխարհը տեսնում եւ իր խորքային մինչև անգամ 5-րդ դարի դրությամբ նախապատմական լինելու հանգամանքը, այս ինձ համար ներքին փաստ է, որ ես ձեր այն ծնունդի հետ կապված ոնց որ նյութին եմ նորից անդրադառնում, որ 5-րդ դարի դրությամբ ազգային շարժման ընթացքում Սուրբ Մաշտոց վարդապետի ձեռամբ կանոնակարգվեց, ամբողջացվեց, ստացավ այն տեսքը, որը մենք ունենք այսօր։ Ժայռապատկերներից մինչև Այբուբենի տառեր նկատի ունեք։ Բնականաբար, հիմա տեսեք, ասում եք ժայռապատկերները պատկերագրեր են։ Այդ լեզու է, դրանք նկարներ չեն։ Հստակ բառեր են նկարված, պատմություններ են պատմված եւ այլն, այսինքն Մաշտոցը այդ ամբողջ ընթացքը հաշվի առնելով բերեց օգտագործեց Այբուբենի մեջ։ Ես նման բան չեմ ասել, Մաշտոցը հաշվի առնելով, բայց Այբուբենի մեջ այդ ամբողջը կա, որպես մշակութային իրողություն։ Գիտենք, որ Մաշտոցը հնչյունային համակարգը տառերի վերածեց, բայց դրանց, այսպես ասած, ժամանակակից լեզվով ասած դիզայնը արեց Հռոփանոս ծաղկողը, չէ՞։ Չէ։ Բա ինչպես։ Հռոփանոսը գեղագիր էր։ Դա մասնագիտություն էր, գրելը։ Գրիչ էր։ Հա, ինչ արեց Հռոփանոսը։ Մաշտոցը ինչ էր արել, Հռոփանոսը ինչ ուղղեց։ Ոչ մի բան չուղղեց։ Տարավ գեղեցիկ գրելու։ Ուղղակի սիրուն ձեռագրով գրելու, թե ինչ որ Հիմա ձեր տալու մշակելու։ Այստեղ էլ մի բան կա, հա, խնդիր կա։ Բնականաբար, ասենք, աշխատանքները այն ժամանակ ինչի վրա պիտի անային։ Մագաղաթը թանկնյութ էր, թուղթ չկար, պիտի բնակիցի վրա աշխատեին, մոմապատը, ասենք, սալիկի։ Այդ մոմապատ սալիկի վրա հնչյունները կազմակերպված են։ Հետո պիտի գրվի մագաղաթի վրա։ Հիմա լրջագույն, ասենք, խնդրով մարդը շրջագայության մեջ աշխատանք է անում, աշխատանքը ունենում է դրական արդյունք, հիմա այդ դրական արդյունքը պիտի բերի։ Ինչ պիտի անի։ Այդ գրային համակարգը պիտի մի թանկարժեք մագաղաթի վրա գրել տա, պիտի գրել տա հավանաբար թանկարժեք ներկով, պիտի ուրեմն գրել տա գեղեցիկ, հետո պիտի գոնե այդ նյութի վրա գոնե մի միտք լինի, ենթադրենք, ասենք, գրային համակարգը բերեցիր հետդ 36 հատ, ասենք, նշանեն, հետո գոնե մի հատ միտք պիտի լինի գրված։ Այստեղ արդեն այն, հա, առակած գրքի առաջին հատվածի ճանաչել իմաստություն եւս խրատ, իմանալ այստեղ պիտի ընտրություն կատարվի, այդ որպես օրինակ, հա, բերվի ասվի, տեսեք, այս գրային համակարգով, այս նշաններով ես ձևակերպել եմ այսինչ միտքը։ Հիմա դա էլ պիտի, ասենք, իրենից ինչ ներկայացնի, հաստափոր մի գիրք չի լինելու։ Պիտի հավանաբար, ասենք, դրոշակի պես մի բան լինի։ Դա նման է մի բանի, երբ որ ասենք հնում բոլորը դե որ գրագիտություն չունեն, ինչ որ նամակ գրելու կամ ինչ որ գրառում անելու համար տանում էին գյուղի ամենագեղեցիկ գրողին կամ գիր իմացողին, ասում էին գրի, դրա նման։ Հա, դա խորհրդային շրջաններում էլ, հիմա չգիտեմ, խորհրդային շրջանում էլ այդ տեսակ բան կար, գեղագիրներ կային։ Այդ մարդիկ, ասենք, թանկարժեք նվեր էին նվիրում, տանում էին այս մարդիկ, ասենք, գեղագրություն էին անում, չգիտեմ, ժամացույցի ետնամասի վրա։ Այսինքն ստացվում է, որ ատառի այդ ձևը, որը ս-ն է փոքրիկ պոչիկով, որը մի առանց պոչիկի դառնում է ս, վերևում պոչիկով դառնում է մ, շրջում ես դառնում է ո, վյուն ավելացնում է, այսինքն դա այդ ձևը մտածել էր Մաշտոցը, կամ ինչպես վարքագիրներն են ասում, ձյան վրա կամ բանի վրա երևած ինչպես է ձեռքը ցույց տալիս։ Չէ, դա խորենացին է ասում, ձյան վրա։ Հիմա այսպես ասենք, հա,
օրինակ շատ կարևոր ուսումնասիրություն կա Այբուբենի հետ կապված, Դիորջան Կեհեշյատակ Վահան Սարգսյանի ուսումնասիրությունն է հայոց գրերի ծագումը։ Այնտեղ, չգիտեմ, ծանոթացած չէ, ծանոթ չեմ ցավոք։ Այնտեղ ինքը օրինակ այդ տարի գրային պատկերը մխեցնում է ուրեմն Արևի գաղափարագրից կլոր շրջանագիցն այսպես ու այդպես Այբուբենի մյուս գրային նշանների հետ կապված էլ հիմա եթե այս հայացքի ներքո դիտարկենք Մեսրոպ Մաշտոցը պիտի ընտրություն կատարեր հիմա այդ ընտրությունը այդ գրային համակարգի նշանների ձևը հա ինքը մարդը ասենք գրային համակարգը հնչույթները պարզվեցին հնչույթները հիմա այդ հնչույթներին պիտի հատկացնել գրային նշաններ ինչպես ինչ տեսք իրենք պիտի ունենան այս տեսքի ընտրության հարցը այստեղ էլ շփոթություններ կան ասենք ուսումնասիրողները երբ խոսում են գրերի ծագման մասին խոսում են գրաձևի մասին իսկ գրաձևը ամենակարևորը չի ամենակարևորը հնչույթն է Հնչյուններն առանձնացնելը հնչույթը հնչույթ ասենք որտեղ հնչույթը ավելի վերջը ճիշտ է գրագետ տարողունակ է այսպես հիմա թե ինչ գրապատկեր պիտի ունենա որևէ հնչույթ այդ գրապատկերը հա պիտի այն մարդը ով այդ աշխատանքն անում է ինքը ընտրի կամ ինքը պիտի գծագրի դա կամ պիտի ընտրություն կատարի տեսակետներ կան որ հայոց Այբուբենի այդ տեսքը տեսեք ես կարծես թե պատասխանում եմ ձեր հարցին բայց չեմ պատասխանում դրա համար եմ շարունակում որ եթովպական տառերին են նման նման հետո ինչ որ տառեր էլ հունարենին կարող են նման լինել հա լատիներենին կարող են նման լինել բայց դա կարևոր չի երկրորդային է ըստ իս ոչ Շատ ավելի կարևոր է թե Մաշտոցը ինչպես կարողացավ լեզվի մեջ առանձնացնել այդ հնչույթները։ Հիմա տեսեք ընդունված գրի պատմության ուսումնասիրություններում ընդունված է մի, ասպես ասեմ, կանոն, որ գրի ուսումնասիրության ուրեմն կարևորագույն հանգամանքը գրի ձևն է։ Այդ պատճառով որ ուսումնասիրություն որ նայեք, ասենք մեզ ամենահայտնիներից մեկը, ասենք Աճարյանի ուսումնասիրությունը կամ այլ հեղինակների, իրենք տառաձևը, հայերենի Այբուբենի տառաձևը բխեցնում են, հա, որևէ լեզվի ինչ որ տառաձևից։ Լավագույն տարբերակը, հա, երբ այդ բանը հնչույթները իրար համապատասխանում են։ Այդ երկու լեզուներում Այսպես հայտնաբերում են, չգիտեմ, ասենք 18 հատ է հունարենից, 20 հատ է, հա, ասենք ասորերենից, 8 հատն էլ, ասենք անհասկանալի լեզվից։ Պայմանական, այստեղ դա կարևոր չի իրականում։ Ըստ իս ոչ։ Մաշտոցը հայերենի շատ բարբառներից ընտրեց իր սեփական տարոնի բարբառը, որի հնչյունների Տարոնի։ Դե տարոնի հացեկած գույցեր մուշի բարբառը վերցրեց, եթե չեմ սխալվում։ Որի հնչյուններն առանձնացրեց, որովհետև ասում են օրինակի համար, եթե Արցախում ծնված լիներ, այդպես մաքուր աչերնի մի քիչ ավելի ուրիշ կներ։ Եթե Մաշտոցը տարոն գավառի համար Այբուբեն ստեղծեր, հաստատ տարոնի բարբառի հիման վրա կստեղծեր։ Բայց ինչ որ մի խոսվածքով կամ բնականաբար մայրաքաղաքի Արարատյան բարբառի այն լեզվով, ինչ լեզվով խոսում էր Վերնախավը, ինչ լեզվով խոսում էր Արքունիքը։ Արարատյան բարբառի հիման վրա ամեն դեպքում կարծում։ Չեմ կարծում այդպես։ Արարատյան բարբառի հիման վրա, որովհետև արքայական դինաստիան ապրում էր Արարատյան բարբառում, խոսում էր այս բարբառով, հիմա այսօրվա դրությամբ էլ Հայաստանի պատմական Հայաստանի ծայրագավառների բարբառները իրար համար անհասկանալի են, բայց այդ անհասկանալի իրար համար, հա, անհասկանալի բարբառներով խոսող մարդիկ կարողանում են այսօրվա մեր եզրաբանությամբ գրական լեզվի իմացությամբ իրար հասկանալ։ Հիմա այդ գրական լեզուն
սովորաբար, ասես հիմա ասում եմ սովորաբար, բայց այդպես է պատմականորեն բոլոր երկրներում գրական լեզու է դառնում այն լեզուն, որը վերնախավի կիրառման լեզու է։ Որը որ հանձնարարում է գրել գրականություն։ Հայոց աշխարհիկ եւ հոգեվոր վերնախավը, այսինքն կառավարող վերնախավը, հիմա հասկանալի է, որ որևէ նախարար կամ բդեշխ նայել է վերնախավ, հա, բայց նա խոսում է իր բարբառով։ Հիմա ասենք եկավ մի բդեշխը, ասենք երկու բդեշխ եկան արքունիկ։ Պիտի խոսեն թագավորի հետ, որ բարբառով պիտի խոսեն։ Այն որով թագավորը կհասկանա։ Բնականաբար։ Որ թագավորի համար դժվարություն չառաջանա։ Խնդիրը թագավորի համար դժվարություն առաջանալը չի, խնդիրը այն դինաստիան, որը հասել է թագավորության, այդ նշանակում է դինաստիան ունի այդ իշխանությունը։ Այդ իշխանությունը անձնական արժանինքներից բացի հենվում է բազմաթիվ հանգամանքների վրա, հասնելով այն հանրույթ, որը ապահովում է այդ իշխանավորի իշխանությունը։ Լավ, քանի որ մեր գրավոր լեզուն Այսօր պիտի ներողություն, այսօր պիտի ունենա իր սոցիալ-տնտեսական հիմքերը։ Այսինքն այդ բարբառը, այդ սոցիալ-տնտեսական հիմքեր ունեցող հանրույթի բարբառը մնացածների համար, որոնք ավելի ենթակայական վիճակում են համեմատես ենթահանրույթի, այսպես ազգային։ Նրանք այս բարբառը պիտի իմանան, սրանք պիտի գերադասեն չիմանալ։ Որտեւ սրանք մայրակ քաղաք են, հա, սրանք կենտրոն են։ Հիմա ասենք, եթե ես ստեղծում ես համապետական համակարգ, ամբողջ ասենք, հա, պետությանը փոխարինելու համար պետական համակարգին նշանակում է պիտի ստեղծես այն լեզվով, որը բոլորի համար է հասկանալի, այն լեզվի համար, այդ լեզվի հիմքի վրա։ Այսինքն մենք կարող ենք ասել, որ արարատյան բարբառը գրաբարին շատ մոտ է։ Այդ հիմքի վրա է։ Հիմա ասենք հնչական համակարգը, որ նայում եք այդ երաշերտությունը բաղաձայնների, հա, այդ երաստիճանությունը։ ԲՊՓ, ԳԿՔ, ԴՏԹ։ Բայց ուզում եմ հասկանամ, գրաբարով չեն խոսել, չէ՞, որովհետև դա գրավորի լեզու է։ Բայց ինչի՞ գրում գրաբար, գրավորի լեզու է համարվում։ Երբ են ասել գրաբար, այդ չգիտեմ, երբ են ասել։ Էլի տրամաբանորեն, ասենք, դիտարկելով այս հանգամանքը, այն պահից սկսած, երբ խոսում էին մի լեզվով, որով 5-րդ դարում չէին գրել, այն 5-րդ դարի լեզվին պիտի ասային գրի լեզու։ Սա այն լեզուն է, որով գրում են։ Հիմա մենք էլ այդ դրության մեջ ենք։ Այսօր մենք ունենք գրական լեզու, գրաբար ունենք, որով մենք խոսում ենք, իսկ առօրյայում մարդիկ, հայ հանրույթը շփվում է ուրիշ լեզվով, այդ լեզվով չի խոսում։ Հիմա մեր գրական լեզուն գրաբար է։ Հա, բայց ոչ այն գրաբարը, որ նկատում ենք 5-րդ դարի։ Բայց ինքը գրի լեզու է։ Բայց ամեն դեպքում փորձում ենք պաշտոնական հարաբերությունների մեջ, հեռուստատեսությունում, մեդիայում եւ այլն պահել այդ գրավոր լեզվի կանոնները։ Այո։ Հիմա մարդիկ որ խոսում են արարատյան բարբառով եւ օժանդակ բայի փոխարեն օգտագործում են օժանդակ բայ։ Այդ մարդիկ, ասենք, գրավոր տեքստ գրելիս գրում են է-ով, դիմում գրելիս են գրում, գրի լեզվով են գրում։ Մինչև դա կփոխվի, երբ որ անել կդառնա կանոնական։ Չի դառնա, որովհետև մասնավոր գրագրության մեջ, սոցցանցերում գրագրության մեջ այով գրելը շատացել է։ Համաձայն եմ, հենված խոսակցական լեզվի եւ գրագիտության, թե գրագիտության պակասի վրա, նաեւ։ Չգիտեմ, նախընտրության հարց, որովհետև երբեմն տեսնում ես, որ շատ գրագետ մարդիկ, ովքեր առնվազն կանոնը գիտեն, ուղղագրությունը գիտեն, գրում են։ Ես սոցիալական ցանցերում չեմ լինում, այդ պատճառով չգիտեմ, ասենք, այդ հարցադրում եմ անում։ Դուք ուղղակի երջանիկ եք եւ չեք տեսնում, թե ինչպես են հայերը գրում լատինատար տրանսլիտներով կամ ռուսերենով։ Հեռախոսում տեսնում։ Գիտեք ինչ էի ուզում հարցնել, ամբողջ ընթացքում մտածում եմ, թե երկար տարիների ձեր այս ուսումնասիրությունների ընթացքում որն է եղել ձեզ համար ամենաանսպասելի բացահայտումը Այբուբենի մասին, որ ձեզ մոտ իսկապես, չգիտեմ, շատ ուժեղ տպավորություն է թողել։ Ուրախալի ասեմ, ես խուսափում եմ, ասես ոգևորություն առաջացնող իրողություններից, այդ տեսակ բաներ կան, հա, մեծ ուրախություններ պատճառող։ Հիմա մեկի մասին ասեմ, ամենաչասեմ, հա, կարևորագույններից մեկի մասին ասեմ, այդ Սուրբ Նասա շնորհալու
բանաստեղծությունն է նվիրված Հայրենի Այբուբենին։ Այ գրքում այդ ժողովածուի մեջ կա նաև դա։ Այստեղ կա։ Ձեր ձեռքից ինքը առանձին տպագրված է։ Ուրեմն ինքը ակրոտելեստիկոս է, այսինքն առաջին եւ վերջին տառերով եւ ճշգրիտ նկարագրությամբ ակրոդիտելեստիկոս է։ Սա այբենային այս պահի դրությամբ հայտնի միակ ստեղծագործությունն է, որը նվիրված է Այբուբենին։ Անմահության աղբյուր է սա, ով սուրբ սրտիվ ըմպել ցանկա, բան անմարմին անտեսությամբ, սովավ հայտնի ճշմարտությամբ գանց պատվական է եւ անհագ, այնը որ ստանա մտոք արագ։ Սան Դիմյալքնի սա հոգով զվարթ, լինին սովավ կատարյալ մարդ։ Եվ պատգամ, եւ մեծարում, եւ ձոն, ինչպես շնորհալին անում էր։ Ես ասում եմ օժներք։ Հիմն Հայրենի Այբուբենի, ես էլի հետաքրքիր բան է, էլի։ Ես իմաստով ես ինձ համար ուրախություն էր, որովհետև այսպես հայտնաբերված գործ է, ինքը անհայտ բան է։ Եվ ցավոք սա դեռ դպրոցական դասագրքեր չի մտել, կարելի է շրջանառությունն ավելի մեծացնել։ Դե արդեն 10 տարվա տպագրություն է այդ։ Ցավոք։ Ըստիս ցավոք։ Շատ գեղեցիկ է, մենք այս տեքստը կդնենք նաև հրապարակման մեջ, որ մարդիկ առիթ ունենան, կա գիրքը վաճառքում։ Կա։ Վերցրեք անպայման նայեք, որովհետև ես տեսանյութ էլ կա YouTube-ում։ 9-10 տարվա հնությամբ են, նոր բաներ քիչ կային, դրա համար այ այդ ժամանակներից սկսած ես սոցիալական ցանցերում չկամ։ Ես հասկանում եմ ձեզ որպես գիտնական, սոցիալական ցանցերը ձեր ուշադրությունը կարող են շեղել, ավելորդ ժամանակ տանել ձեզանից եւ այլն, բայց մյուս պարագայում, քանի որ սոցիալական ցանցերն այնքան են մտել մեր կյանք, որ մարդիկ այնտեղ են փնտրում ինֆորմացիա, գիտելիք եւ այլն, եւ թե ինչ-որ մի բան սոցիալական ցանցում չկա, հատկապես նոր սերնդի մոտ դա գոյություն չունի եւ պետք է այն ինչ որ դուք գտել եք նաև սոցիալական ցանց տեղափոխել թվայնացնելու տեսքով, այնպես որ այս հաղորդումը թող դրա փորձերից մեկը լինի։ Հուսամ ձեր լրության, այսպես ասած, ներքին պահանջը հաճախ կկարողանամ կոտրել եւ ձեզ հաճախ հրավիրել այստեղ ավելի շատ խոսելու մեր գանձերի մասին, որտեղ Այբուբենի մասին շատ բան կա խոսելու, չանդրադարձանք դեռ։ Դե հա, ինձ պիտի աշխատանքից կտրեք։ Հա, մեկ պիտի կտրենք, որտեղ այն ինչ որ դուք աշխատում եք մնում է ձեր գրասեղանին եւ ձեր մտքում եւ երբեմն տպագրության տեսքով հայտնվում, բայց մարդիկ քանի չեն սիրում կարդալ, շատ ավելի սիրում են լսել, պետքա նաեւ խոսել։ Լսել սիրում են։ Քիչ, բայց ավելի շատ քան կարդալ։ Հաջորդ քայլն էլ կա, լսելուց հետո իսկ սիրում են հասկանալ։ Դա շատ ավելի բարդ է, եւ շատ ավելի խուսափում են, բայց ամեն դեպքում մենք մեր կողմից ջանքը գործադրենք գրել, լսեցնել եւ հետո նոր հասկանալ, որ իրենց պետք է հասկանան։ Միջալոց հումորային հարցադրում էր։ Հումորային, ասում եմ, ամեն հումորի մեջ կա ճշմարտության բաժին, ես ասում եմ ամեն հումորի մեջ կա հումորի բաժին, մնացածն ամբողջը ճշմարտություն է։ Հա, բայց տեսեք, տխուր բանի մասին եք ասում, այ իրականում այդ չխոսելու ցանկությունը, այդ չկարդալու պատճառով։ Ասենք ինչ-որ խոսելու ցանկություն չկա։ Ասենք հիմա կարդացող մարդու հետ հետաքրքիր է խոսելու բանկը։ Ասենք խոսքով։ Դե շատ խոսելն էլ լրիվ համաձայն եմ մի բան է, որ դատարկ զնգոցի նման է հնչում խոսքը, տակը բովանդակություն չկա, բայց այդ բովանդակությունն էլ լցնել է պետք իրականում։ Դե հուսանք որ լավ կլինի հիմա այս դրամաբանության մեջ, եթե այդ համատեքստում ասեմ, հուսանք որ այս տարի դպրոցական այդ շրջանի ավարտին, երբ առաջին դասարանցիներին կտանեն Օշական, եկեղեցու տարածքը չի աղտոտվի։ Կրթել պետք է տարօրինակ բան եմ ասում։ Չէ, շատ ցավոտ բան եք ասում, իրականում շատ ցավոտ բան եք ասում, իրականում ընդհանուր կրթության եւ ինքներս մեզ չհարգելու մասին է, բայց ես չեմ կորցնում իմ լավատեսությունը, հույս ունեմ, որ շատ մոտ ժամանակն եմ, գոնե իմ թորներն այդպես չեն լինի, իմ թորների շրջանում այդպես չի լինի։ Դե տավաստված։
Այսօր Մաշտոցն ասում էր նավապետ բալի լերանձին իմո ապվեն հիմա։ Շնորհակալություն շատ, ձեզ հետաքրքիր, շնորհակալություն, որ չմերժեցիք, թող Աստված ձեզ ուժ եռանդ եւ արթուն միտք երկար տարիների շնորհի, որ դուք կարողանաք այդ գանձերը վերհանելու, գանձերը մեզ մատուցելու առիթներ շատ ունենաք եւ այս մի քանի գրքերը, որոնց հեղինակ եք դուք, առատանան եւ մեր գրադարանները հարստանան։ Բոլորիս։ Ես իմ ունկնդիրներին եւ ակնդիրներին հիշեցնեմ, որ այսօր ինքնության տաղավարում ես սիրով զրուցում եի Սամվել Գրիգորյանի հետ, հայագետ, այբուբենագետ, եւ մենք փորձեցինք տաղավարում եւս մեկ անգամ հասկանալ, թե ինչքան մեծ գանձ է մեր այբուբենը եւ ինչպես է այն մեզ հայ պահում։ Շնորհակալություն ձեզ մեզ ունկնդրելու եւ ակնդրելու համար։ Ինքնությունը եթերում կլինի հաջորդ շաբաթ։ Ցտեսություն։